Это чё? Բարս կամիկաձե ռեակտիվ անօդաչուն սավառնում է Մոսկվայի մարզի երկնքում։ Այս կնոջ ճիչից վայրկյաններ հետո են նկարահանվել այս կադրերը։ Երևում է ինչպես է այդ նույն աննշան ԱԹՍ-ն քանդել բազմաբնակարան շենքի վերևի հարկերը։ Վերջին կես տարում ամենամասշտաբային հարձակումն է Ուկրաինան սկսել Մոսկվայի մարզի, նաև հենց մայրաքաղաքի վրա։ Անօդաչու թռչող սարքերը ագրավների պես թռչում էին երկնքում, պատմել են սարսափած մարդիկ։ Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել Մոսկվայում եւ Մերձմոսկովյան շրջանում։ Խիմկիում իր տանն առնաշաղախ են գտել մի կնոջ, անշնչացած մի տղամարդու փլատակներից են հանել։ ԱԹՍ-ի բեկորները մի տղամարդու են սպանել Պոգորելսկի գյուղում։ Մոսկվայի մարզի Սուբոտինո գյուղում անօդաչուն ընկել է սեփական տան վրա, այն հրդեհվել է, հայտնել է նահանգապետ Անդրեյ Որոբյովը։ Իստրայում ԱԹՍ-ն վնասել է 5 տուն, 4 մարդ է տուժել։ Կրասնոգորսկում անօդաչու սարքը հարվածել է մի բնակելի շենքի։ 556 ուկրաինական անօդաչու է մեկ գիշերում ոչնչացրել ռուսական զինուժը։ Անօդաչուների բեկորներ են ընկել նաև Շերեմետևո օդակայանի տարածքում, չվերթներ են հետաձգվել։ Մոսկվա-Երևան 7 չվերթ չեղարկվել է։ Այս կադրերը Մոսկվայի նավթավերամշակման գործարանից են։ Պատերազմի 4 տարիների ընթացքում առաջին անգամ է Ուկրաինան թիրախավորել արդյունաբերական այդ կենտրոնը։ Անօդաչուներ են ընկել Սոլնեչնոգորսկայա վառելիքի պահեստի վրա, նաև այլ ձեռնարկություններ են քանդվել։ Մանկական ճամբար է վնասվել Ռոստովի մարզում, բարեբախտաբար տուժածներ չկան։ Բելգորոդի Շեբեկինսկի շրջանում անօդաչուն հետապնդել է մի բեռնատարի ընթացքի մեջ։ Վարորդի մոխրացած մարմինը դուրս են բերել փրկարարները։ Ուկրաինան անմեղ զոհերի մասին չի հայտնել վերջին 1 օրում։ Դաշնությունը 300 անօդաչուներով է հարձակվել Ուկրաինայի վրա։ Կիևը վստահեցրել է, որ դրանց 90%-ը խոցվել է։ Այդ ԱԹՍ-ները հասել են Սումի, Դնեպրոպետրովսկ եւ Խարկով։ Հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տներն ըստ տեղի իշխանությունների։ Այսօր օդ են բարձրացել ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության ուժերի կործանիչները։ Լատվիայի երկնքում անհայտ ԱԹՍ հայտնվելուց հետո։ Գայանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր Կիրակի։